Խորհրդարանում արդեն երրորդ օրն է կրքերը չեն հանդարտվում։ Վեհափառ Հայրապետի Սամվել Կարապետյանի շուրջ քննարկումները չեն դադարում։ Իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների ելույթները վերածվում են թեժ լեզվակռվի։ Դու սուս մնայիմ ելույթի ժամանակ ընդհանրապես ձայնդ կտրիր, սսկվիր տեղդ Գեգամ Մանուկյան, սսկվի ձենդ չլսեմ իմ ելույթի։ Ձենդ չլսեմ, սսկվի ստահ։ Պարոն Հովհաննիսյան, դուք էլ հարգալից գտնվեք։ Կարող եք գիտեք ես ձեր օբյեկտն է։ Փող ենք տվել, օբյեկտ եք սարքել ես պետությունն ընդհանրապես։ Կառավարական առաստատունը մենք ենք սարքել, թքած ունենք հեծի վրա։ Ըստ Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի, երկրում տեղի ունեցող գործընթացները ոչ միայն Ադրբեջանի պահանջով են իրականացվում, այլև մարդկանց վախի մեջ պահելու համար։ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը ուղիղ մեզ ասում է. եթե ես աշխարհի ամենաազդեցիկ հայերից մեկի նկատմամբ ուղակի եկեղեցին պաշտպանելու իր հայտարարության համար կարող եմ իրականացնել նման ապօրինություն, դուք պատկերացնում եք ձեզ հետ ինչեր կկատարվի։ Եթե դուք համարձակվեք քննադատել մեզ, եթե դուք համարձակվեք համաձայն չլինել մեզ հետ, այս վախի ուղերձն է փոխանցվում մեզ։ Բայց ես հարց ունեմ, ինչ պիտի անեք, ինչ կարաք անեք, որ չեք արել։ Օրինակ ինչ կարաք անեք, ՊՊՑ կարաք կանչեք այստեղից տանեն, արել եք, բանտեր կարող եք նստեցնել, արել եք շատերի նկատմամբ։ Սրբույի Գալեյան, քանի տեղ ազատ կա Հայաստանի բանտերում, 1000, 1200, բոլորին չեք տեղավորելու, ինչ ուզում եք արեք, բոլորին չեք կարա տեղավորեք։ Ինձ պատասխանում են, որ կտեղավորենք։ Ալեն Սիմոնյանը սրամտում է, բա չեք աղոթում։ Հայրմերը չեք ասելու, բա տենց էլ ոչ մեկ չսովորեց։ Ես գիտեմ, դուք մտածեք։ Եկեք միասին, եթե հարմար է։ Տիկին Կյուրեղանով, բանով, պարոն Քոչարյանին էլ հրավիրեք։ Ասում եմ, պարոն Քոչարյանին էլ հրավիրեք։ Լավ։ Երկրի վարչապետը հետևում է մեկնաբանություններին ու ծիծաղում։ Ալեն Սիմոնյանը ամբիոնի մոտ է մի քանի հայտարարություն անելու համար։ Հավասարության նշան դնել եկեղեցու եւ Կտրիչ Ներսիսյանի միջև կամ քեռակնոջ միջև, դրանք անարդար բաներ են։ Եկեղեցում կան շատ ու շատ պարկեշտ մարդիկ, բայց այդ մարդիկ հիմա գերու կարգավիճակ ունեն։ Դե գործող ինչ որ մարդ կա, որը որտեղ ղեկավար է, ոնց են երեկվա միտինգներին տարբեր կազմակերպություններից մարդկանց տանում, այտենց տիպում տանում էին, այտենց էլ շատ մարդիկ ստիպված պաշտոնի կարգավիճակի բերումով գնում են եւ ներկայացնում են դա որպես եկեղեցու դեմ պայքար։ Եկեղեցու դեմ որևիցե մեկը չի պայքարում, հայ առաքելական Սուրբ եկեղեցին, մեր բոլորի եկեղեցին եւ դրա մեջ կասկած չկա։ ԱԺ նախագահը հիշում է ծառայության տարիները։ Ուրա Սերյան Օհանյանը, ուզում եմ հասկանամ, ուրա առաջի բանակային կորպուսի հրամանատարը, ուրա Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարարը, որ մեծ խոսում են, ուր են դրանք, Ռոբերտ Քոչարյանը, որ բերանը ծռելով մեծ խոսում է, ուր են այդ դոլարավոր միլիոնատերները, թողան ինձ պատասխան տար, ինչի են մեր ուտելիքը, ինչի էր բանի մեջ, ամանի մեջ լսնում էին եռացրած ջուր, կտրտած կաղամբ, կներեք, որ պատմում են, բայց պետք է շփացնել էսի միլիոնատերների երեսներին, էլի։ Կտրտում էին, լսնում էին կաղամբ, կարտոֆիլ ու կիլկիվ տամատնամ սոուսի, եռացնում էին ու տալիս էին երեխեքին։ Իսկ հաց ստանում էինք 7-ից 10 օրը մեկ։ Պապկենթունյանն անդրադառնալով ընդդիմադիրների ելույթներին հարց է ուղղում։ Այդ ո՞նց եղավ, որ Իսրայելի նման փոքր պետությունը քիչ ժամանակում կարողացավ այդպիսի գերժամանակակից տեխնոլոգիաներ ունենալու ուղարկել մեր գլխավերևով, ինչպես դուք ասում եք, Իրանի վրա, բայց մենք չկարողացանք։ Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ ասում եք, մինչ բալիստիկ հրթիռները թռնում են, դա տեղի ունեցավ այն պատճառով, որ մինչ մեր հարևան երկրները սպառազինվում էին, տեխնոլոգիաներին, գիտությանը, կրթությանը ուշադրություն էին դարձնում, դուք զբաղված էիք ամեն ինչը, ամեն պետական ինստիտուտ ապականելով։ Ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ իշխանության հիշողությունն է թարմացնում։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչու են Սամվել Կարապետյանը եւ Ռուբեն Վարդանյանը միլիոնավոր դոլարներ ներդրում Հայաստանի Հանրապետությունում։ Նույնիսկ Վերջում իհարկե առաջարկում է նաև ծափահարել ինչպես Սամվել Կարապետյանին,
այնպես է Ռուբեն Վարդանյանին։ Ես գիտեմ ինչու են իրենք ներդրում արել Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում, որտեվ Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախն իրենց հայրենիքն է եւ նրանք սիրում են իրենց հայրենիքը։ Իսկ ինչու է հիմա Սամվել Կարապետյանը այս իշխանության օրոք կալանավորված եւ ինչու է Ռուբեն Վարդանյանը Ալիևի ռեժիմի օրոք կալանավորված, այդ հարցի պատասխանը ես եւս գիտեմ, որովհետեւ դուք երկուստ էլ ատում եք հայ ժողովրդին եւ հայկական պետականությունները, ինչպես Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ Արցախը։ Եկեղեցու նկատմամբ տեղի ունեցող իրադարձությունները պատգամավորը որակում է ազգային ինստիտուտը ոչնչացնելուն միտված քայլ։ Սրբապղծություն է, երբ Նիկոլ Փաշինյանի միանձնյա հրամանով տասնյակ կիլոմետրերով մեր զորքը ետ է քաշվել, անպաշտպան թողնելով, այո, եւ հարվածի տակ թողնելով Եղոյան, Սրբապղծություն էր Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, որի հետևանքով արդյունքում այո եղավ էթնիկ զտում եւ Արցախն ամբողջությամբ հայաթափվեց։ Եզրափակիչ ելույթով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Երբ որ ես մտածում եմ իմ մասին 2018 թվականի հունիսին, երբ որ ես նոր Հայաստանի Հանրապետության վարչապետ դարձա, ընտրվեցի, շատ արագ ես ինքս ինձ համար արձանագրեցի, որ ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ պայմանականորեն եւ ես ավելի շատ ֆորպոստի վարչապետ եմ։ 2025 թվականի հունիսին ինձ համար ամենաշատը հենց սա է փոխվել, որ ես արձանագրում եմ, որ Հայաստանի Հանրապետության լիարժեք եւ ամբողջական վարչապետ է։ Ինչի շնորհիվ է տեղի ունեցել այս ամենը, վարչապետը բացատրում է։ Քաղաքական թիմի, քաղաքական կուսակցության դերը որևէ կերպ հնարավոր չի նսեմացնել խորհրդանական մեծամասնության, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա տեղի է ունեցել առաջին հերթին մեր նահատակների եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի շնորհիվ։ Այնուամենայնիվ ես կարծում եմ, որ կա մի կետ ինձ համար անձամբ ֆորպոստի վարչապետից հստակ անցում է կատարվել դեպի Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Դա 2022 թվականի հոկտեմբերի 6-ն է, երբ որ ես դարձել եմ Հայաստանի Հանրապետության առաջին ղեկավարը, ով ճանաչել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականություն։ Անդրադառնալով ընդդիմության քննադատություններին Փաշինյանը հայտարարեց. մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը։ Էս է ճշմարտությունը, որովհետև ինչպես նախկինում ասել եմ, Լեռնային Ղարաբաղի հարցը որպես ինչպես ընդդիմության գործընկերներն էին ձևակերպում, որպես թոք օգտագործվել է, որ Հայաստանի Հանրապետությունը չգտնվի, Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն չկայանա։ Ինչ վերաբերում է տարածաշրջանում լարված իրավիճակին, վարչապետը փաստեց. Հայաստանի Հանրապետությունը երբեք միջազգային իրադրություններին ու իրավիճակներին, տարածաշրջանային հնարավոր խնդիրներին այնքան պատրաստ չի եղել, որքան այսօր։ Եվ դրա ամենակարևոր արտահայտությունը այն արտաքին հարաբերություններն են բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության արդյունքում, որը մենք ունենք։ Այո, խաղաղության գործընթացի դինամիկան է Ադրբեջանի հետ, այո, Թուրքիայի հետ ակտիվ երկխոսության գործընթացն է, այո, տարբեր ուղղություններով մեր հարաբերությունների եւ մեր վիճակի կարգավորումը եւ մեր միջազգային հեղինակության աներկբա եւ աննախադեպ բարձրացումը։ Հասմիկ Ֆահրադյան, Արմալուր։